հասկանալ, թե ինչ են ասում։ Բանկում ես ամի, պես խոսեք հասկանալ, ինչ լեզու խոսեք։ Իսկ իրենք հայ չեն։ Իհարկե հայ, բայց մոռացել են մեր հայրեն։ Դե լավ, նորից սկսեք։ Բարի ողջույն, ձեզ մեր լավ ընկերներ, ծանոթ անծանոթ մեր բարեկամներ։ Կարող եք եկել մեր բարեկամ, սա մեր քաղաքն է, մայրաքաղաքը, մեր հազարամյա մայր Երևանը։ Սպասեք, ոչ էլ հասցանում։ Լսեք, տախտիկս ասում է դարձան երկրներում ապրող հայերը ամենաշատը զգոն Արարատը։ Արարատի մասին խոսեք։ Այո, ճիշտ է։ Իմ Արարատ, Սուրսարը, վեց մեր նախահայր հայտն է կարծես։ Ուավույցա ուր Արարատ, էտը նախ Արարատ, նիհավ Արարատ։ Մեկ է մեր չեն հասկանում։ Կարծես թե չեն հասկանում։ Բալիկ գիտա ժողով, եթե նրանք անգամ հայերեն չգիտեն։ Միթե նրանք հայեր չեն։ Այլ լավ ցուցակը, ոմանն հայեր է։ Մոտ է տուր, էլի։ Լյուսի Սելիմյան, Օտիցմի, Վիկտորիա Ասմյանյան, Էտայա, Միլենա Խաչատրյան, Սեմուա, հայերեն տեսակ ասում են, չէ։ Բա որ հայ են, ինչու հայերեն չեն խոսում, հայերեն չեն հասկանում, այդպիսի հայ կլինի։ Բա ինչպես չեք հասկանում, նրանք ապրում են Հայաստանից դուրս օտար միջավայրում, խոսում են օտար լեզուներով։ Բա ինչ անենք, ինչպես օգնենք։ Չէ որ հայ մանուկները անպայման պետք է խոսեն հայերեն, մեր ազգի պահող և իրար միացնող մեր լեզուն է ու հավատը։ Ես հասկացա, թե ինչ անենք, եկեք նրանց հայերեն սովորեցնենք ու սկսենք հայոց հայբուբենից։ Այ բենանանը բեր։ Thank you.
նրանց դեքս են տվել են ծովերը կապտալ։ Շատ ճիշտ է դուք հիմա խոսում, տառերը դեռ մեզ մոտ են Հայկյան, ես ջեն տառը կնգիրեմ, թե ասեք որ գետն ես Հայկյան։ Ջեն ես գիտեմ ճորողն ես ես ծովյան, չէ ճորող ճիշտ եմ ես, չէ ասում։ Տեսեք թե ինչքան բան գիտեք թանիկները մեզրոպ մավտոցի, դրախտի լերնեց կբերեմ ձեզ կտամ իմ տարը տիգրիս։ Իմ տիգրիս տարոցի լերների ստվից ու բարի շանեք ետրանը գներ խոզի շտան մեզ կտա չիներ։
կազմած։ Գիտեն, բենտարն եք դուք վազետն եք հերոս դարձած, ոսորագույն պալիսներով մեր վահանը թշնամու դեմ։ Աղջիկներ հեզածուկույնի մանուն է վաղանցալու, էտ արել միշտ խոխոջում այսօր դարձավ կնոց հանում։ Դա էր զրում մեր հինավորց, որ դարձել ես հիմա կարին, էի տաղը մեր կուրդն է, վաղուց է ինչ ոգի վերին։ Հրված վեշին արարապի հավեր, կարված մայր արապսին, իղ դրսում այրեն։ Ի հասկացա իմի կամենիքներ այդ, վերադասրու ի տարը մեր ամբողջացու գիրը կվից։ Ամբողջ յարագիրը այդ եթեր երասնել մեր մուխն ու վանը, դրա համար պետք է որ հավար չունքի այոց այգում վելը։ Մեր մուշ, վյունվան և չան, մեր նոր չար են ծաղան, կեն կարս մեր ճանես, շուշին որ դեր դարեն պիտի ապրի։ Պետք է ապրեք պայքարին ծուրկում են, հայկական մուչեր որդում կանան դասնեք, լեզու մեր սուրկ մաստեցում։ Խոստանում ենք մեր քաղաքնել, լուր բականել մեր պատմության, խոստանում ենք հավեր պահել հայոց լեզու մեր սրբազան, միայն թե հետ տվեք նրանց թողել երբեք չխռովեն, վերադառնան թող մեր դպրոց նորից այբենարանը լցնեն, էլ չենք խոսի օտար լեզվով մեր հայրենի տանը երբեք։ Լեզուները լավ է իրոք, ինչքան գիտես այնքան մարդ ես, բայց թե քո
ես լեզու, մայրիկի պես ամուս ես դու, քեզնով եմ ես հպարտանում, կարդում գրում արտասանում։ Իսկ որն է մեր մեծ երազանքը։ Վերականգնել մեր մեծ տունը, մեր ամբողջական հայրենիքը, մեր մեծ հայքը։ Իսկ դրա համար մենք ինչ պետք է անենք։ Դրա համար պետք է որ աշխարհում սփռված հայեր չմոռանան հայոց լեզուն։ Որտուն վերադառնան, այնքան լցվեն ու շատանան, որ պայթեն մեր պետության սահմանները ու հայահեղեղով ծածկեն Արցախը, Արարատն ու Վանը, Տարիրն ու Սասունը, մեր իրական հայրենիքը, մեր մեծ հայքը։
Շնորհակալություն եմ հայտնում, որ այս կարևոր օրը բոլորդ մեզ հետ եք։ Շնորհավորում եմ իմ սիրելի սաներին, իմ սիրելի տիեզերագնացներին։ Այսօր առաջին քայլ կատարեցին դեպի գիտելիքի աշխարհ։ Մի փոքրիկ դուռ բացեցին, որ հետո պիտի սավառնեն գիտելիքի աշխարհում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր բարի ուսուցչին։ Խնդրում եմ մոտեցեք Մարա Սմբատյան եւ մեր երկի ուսուցչին Սոնա Ֆրամբուլյան եւ ոչ Գազպրոմ Արմենիայի անձնակազմին։ Շնորհակալություն։ Սիրելի ծնողներ, ողջունում եմ բոլորին։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Այվենարանի հանդեսը մեծ տոն է, վերջին զանգին հավասարազոր։ Եվ հասկանում եմ, թե ինչքան հուզված եք, երբ տեսնում եք տատիկ պապիկները ինչպես եկել ու սրտի տրոփյունով ծափահարում են իրենց թորնիկներին։ Սիրելիներ, սիրելի տիեզերագնացներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ այս գեղեցիկ ելույթի կապակցությամբ։ Սա ձեր դպրոցական առաջին բեմերն էր, որը դուք փառահեղ կատարեցիք։ Այո, շատերի չուրթերից հնչեց հայոց լեզվի, հայոց պատմության, մեծ հայքի մասին։ Սիրելիներս, այո, հայոց լեզուն բարձր լեռներից, խորունկ ձորերից ծնված լեզու է։ Եվ ինչքան մենք անաղարտ պահենք, ինչքան սովորենք ու սովորեցնենք, այնքան հայոց լեզուն կապրի, մեր հայրենիքը կհզորանա։ Եվ տա Աստված դպրոցական տարիների ձեր ուսումնառության ընթացքում խաղաղություն թող լինի, որ այն բառերը, որոնք որ դուք հնչեցրեցիք, այն մտքերը, բովանդակությունը ավելի խորապես սովորեք, ուսումնասիրեք եւ հասկանաք, թե ինչ է մեծ հայքը, ինչպիսին է մեր պատմությունը, ուսումնասիրեք եւ մեր Հայաստանի տերն ու տնօրենը լինեք։ Շնորհավորում եմ բոլորիդ, ապրեք։